Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ, ինչպես միշտ, ու ցանկանում եմ, որ դուք էլ միշտ լավ լինեք։ Դե ինչ, ես գնացի աշխատանքի, աշխատեցի, գեղեցկացա, դե ասում են, չէ, աշխատանքը գեղեցկացնում է, ես էլ գնացի, ասեցի, սպասեք մի քիչ գեղեցկանամ, նոր դուրս գամ YouTube, թե չէ կարողա գրեն, ասեն հիմա էլ, չեք համապատասխանում, դա իհարկե հումոր էր, դա հումորի ցանկից էր, հա, այդպես ասեմ, իրականում իրոք աշխատանքից վերադարձա, մի քանի փոքրիկ առևտուր եմ արել, սկզբից որոշեցի, որ մենակ կարմիր բիբար պետք է վերցնեմ, որ իկրան պատրաստեմ, հենց նոր որ ես ձեզ հետ հիմա խոսում եմ, հիշա, որ ես իկրա եմ ուզում պատրաստեմ, դուք պատկերացնում եք, որոշեցի մի խոսքով կարմիր բիբար արել էի, հիշեք, գնացել են Grand Frère, ընդեղից կարմիր պղպեղը արել էի, բայց իմ աղջիկը, նանիկը շատ է սիրում ու կարելի ասել 2 հատիկ է մնացել, եթե ոչ մի հատիկ, չեմ նայել արդեն, բայց վերջի անգամ որ տեսա 2 հատիկ էր մնացել, ասեցի չէ, 2 հատիկը քչություն կանի։ Իտոգում մեր խանութից կարմիր բիբար 3 ես կարմիր բիբարը պատրաստեցի, դրեցի կասեի մոտ, ասեցի որ դուրս գալուց առաջ առնեմ ու դուրս գամ։ Դուրս եկա արդեն մի 2 քայլ քայլել էի, հիշեցի, ասեցի չէ, ես էլ հետ դառնողը չեմ, ես հավես չունեմ, մեր խանութում էլ որս մասեր գցելու տեղ չկար, այնքան շատ էին։ Ասեցի լավ, այսօր մի խոսքով առավոտ շուտ կարմիր բիբարը վերցրեցի, բերեցի, դրեցի կասա, հացը բերեցի, մի խոսքով ես մանր-մուներ, հեսա ցույց կտամ ինչ եմ վերցրել, ու օրվա վերջ դարձավ համարյա 2 տոպրակ առևտուր, օրվա վերջ չէ էլի, մինչև իմ օրվա աշխատանքային օրվա վերջ, դարձավ 2 տոպրակ սիրելիներս, բա, հիմա արագ ես ցույց եմ տալիս ինչ եմ գնել, ուզում եմ այդ ֆիլո խմորով մի բան պատրաստեմ, վերջապես արանքից հանեմ, ամոթնել լավ բան, մի անգամ գնել եմ ֆիլո խմորը ժողովուրդ, այնքան մնաց ժամկետն անցավ գցեցի գնաց, հիմա այս երկրորդի ճակատագիրը կամացից մոտիկանում են առաջինի ճակատագրին, դրա համար չեմ ուզում, եթե այս անգամ էլ նույնը եղավ, հաստատ էլ կյանքում ֆիլո խմոր չեմ առնի, ոչ մի անգամ ես անձամբ ինքս, ես ֆիլո խմորը ոչինչ պատրաստած չկամ, երևի դրանից է, որ հա հետաձգում եմ, ինձ թվում է, որ ինձ դուր չի գա, չգիտեմ, ինձ տենց է թվում։ Հա, այսպես եւ ուզում եմ սիգարետներ պատրաստել լոխումով։ Լոխում են ասում հայերեն, երևի լոխում, չգիտեմ։ Հիմա գնում ենք խոհանոց, սիրելիներս, ես ձեզ ցույց եմ տալիս այն ինչ որ ես գնել եմ, եկեք լույսը վառեմ, սիրում եմ որ լույս է լինում, մեր լուսինը, արևը վառվում է։ Ցույց տամ թե ես ինչ եմ գնել ու հետո արդեն երևի թե արագ կանցնենք պատրաստությանը, որովհետև շուտով Արմենը աշխատանքից տուն կվերադառնա, մի փոքրիկ եմ մի բան պատրաստեմ ուտի, հիմա այս կատուն սաղից փոխարեն առավոտ իրիկուն ուտում է ժողովուրդ, այդքան էսի որ ուտում է, ուր է տեղավորում, դրա համար բոքոն է, այսքան է, հետո էլ ասում են ձեր կատուն ինչա տենց չաղ, ինչա տես չաղ, դուք էլ այդքան առավոտից իրիկուն ուտեիք, դուք էլ տես չաղ կլնեիք, այսպես, ժողովուրդ, մի խոսքով հիմա անցնում ենք մեր ապրանքների ցուցադրությանը, իրականում շատ բան չեմ գնել, բայց քիչ բան էլ չեմ գնել, առավոտյան վերցրեմ սոված մարդը պետք է առևտուր չանի, ճիշտ է, այս առավոտները սոված չեմ լինում, բայց մտածում ես հաջորդ առավոտ ինչ պետք է ուտես, ըստ դրա կողմնորոշվում է, մի խոսքով բուրկիները վերցրեցի, սրանք Արմենն էլ ես էլ երեխեքներ սիրում ենք, կես երեխեքն ուտելա, կարող է կսեն մեջտեղ ուտեն, Արմենը խտացրած կաթով կարող է ուտի կամ յոգուրտով, ես էլ հիմնականում յոգուրտով եմ ուտում, առաջ խտացրած կաթով էլ էի ուտում, պլոստի հիմա էլ չեմ ուտում, դե հասկանում եք, մի խոսքով, բացի դրանից սա վերցրեցի էլի առավոտ շուտ պոնչիկը, սրանք վաճառում ենք մեր կազինոյի վախտով, որ տեսա սկսել ենք ստանալ, վերցրեցի շոկոլադե բենյե, շոկոլադե պոնչիկ, մեկ էլ խնձորով, ուտեն, շոկոլադե կարող է երեխեք ուտեն, խնձորովն է Արմենը ուտի, սիֆը մաքրման հեղուկը իմ վերջացել էր, մեր խանութում ընդհանրապես վաճառում էին, բայց այս անգամ չգտա, որ ճիշտն ասեմ,
կազինոյինը վերցրեցի, այդքան սրտովս չի ասեմ ինչի, որովհետև հոտը որ գալիս է, դա ինձ հիշացնում է անցյալից ինչ-որ մի ժամանակահատված, որը որ չի ուզի որ կրկնվեր, հիշում եք նախորդ վլոգում ասել եմ, որ մաքրություն էի անում, որ նոր ենք եկել Ֆրանսիա, և այդ տանը որտեղ որ ես մաքրություն էի անում, հենց այս հեղուկներ, հենց այս ֆիրմայի, մեր կազինոյի ու հենց այդ հոտով ու հիմա որ այդ հոտը քաշում եմ, ինձ թվում է, որ ես այդ տան մեջ եմ, անկեղծ եմ ասում, չնայած որպես տուն ինքը վատ հիշողություններից մոտ չի արթնացնում, որտեղ պապիկը շատ լավն էր ու ես ու Մարին ընկերուհիս էինք գնում, ինքն էր ինձ տարել իր հետ, որպես ինձ օգնի, որ աշխատեմ, հա, այդպես ասեմ, ի շնորհիվ էի գնում, ինչի համար շնորհակալ եմ, այդ ժամանակ շատ ինձ դա անհրաժեշտ էր։ Շատ լավ պապիկ էր, մենակ էր ապրում, ֆրանսիացի էր, երբ որ մենք գնում էինք, ինքը սուրճը եփում էր մեզ համար, ինքը տանից գնում էր։ Մենք ասել խոսալ ծիծաղալով, այս կողմից, այն կողմից, մի խոսքով, որ մոստից սկսում ենք ընդից վերջացնում ենք մեր խոսալը, շատ լավ ժամանակ էինք 3 ժամ էինք անցկացնում միասին ու դուրս էինք գալիս պապիկի տնից, այդ կողմից վատ հիշողություն չունեմ, բայց այդ շրջանի հետ կապված, որ այդ ոչ վատ օրեր էր, բայց միաժամանակ ստրեսային էր, որ սպասում էր, թե ինչ է լինելու քո ապագայի հետ։ Մի խոսքով այդ հեղուկը հիշացնում է ինձ այս հոտը, բայց քանի որ ուրիշ չկար, իսկ ես լվացարանը պետք է մաքրեմ, դրա համար ստիպված կասեցի ոչինչ, կօգտագործենք։ Եվ ինչպես ասեցի, ուզում եմ սիգարետ սարքեմ լոխումով, մեր շատ սիրելի ազգի կողմից ներմուծված, սիրելի ասելով չակերտների մեջ, թուրքական լոխում, ինչ ունենք, էդա, ինչ անենք, հայկականը չեն բերում ես սովորական խանութներում, մաչելի գներով վաճառում, հիմա եթե ես նույնի հայկականը դնեն, եչիպես մի 8 եվրով կծախեին, մարդիկ 4 եվրով են ծախում, դրա համար է տարբեր խանութներում իրենց ապրանքը կարողանում են ներմուծել ու ֆիքսել։ Դա հայերի ներմուծողներին եմ ես ուզում անդրադառնամ, երբ որ դուք ապրանքը ներմուծում եք Եվրոպա մի քիչ մաչելի, ամեն դեպքում, ստեղ մենք միլիոնատերներ չենք, եւ օտար ազգներ, քանի որ չգիտի սա ինչա, որ մաչելի լինի, մի անգամ կգնի, կփորձի, կհավանի, կգնի նորից եւս մեկ անգամ, բայց երբ որ դնում եք շատ թանկ գներ, կապ չունի դրա հետ լոխումի մասին չի խոսք ընդհանրապես։ Ասենք օրինակի համար բունկին դնում եք կրկնակի թանկ ֆրանսիական ապրանքից ու ֆրանսիացիները սկի չգիտի այդ ինչ է, չի գնի, կգնա իրար կգնի։ Հենց որ գները մի քիչ մաչելի դրեք, որ ժողովուրդը առնի, որ մեր բիզնեսը զարգանա։ Ամանի հեղուկ ճիշտ է, մաշինկայով ենք լվում հիմնականում ամաները, բայց մեկու մեջ լինում է որ պետք է գալիս ամանի հեղուկ կազինոյի ֆիրման է էլի մաշկի, նուրբ մաշկի համար ու իրոքի մաշկը ես ալերգիկ եմ։ Այսի սենց յոգուրտ եմ գնել երեխաների և մեզ համար, ինչու ոչ, եկել ենք երեխա, եկել ենք մարդ, կազինո։ Մեր խանութը փոխվել է, բայց տոպրակները միշտ կազինո է։ Forever կազինո է, forever։ Այսի մեր, այսի ճավելի թեթև է, անիմաստաբար։ Սա իմ առավոտվա տեղերիք չէ, սուրճի ժամին գնեցի, սա գնում եմ, ոնց հասկացա, կոկոսի կաթովա, մուսա շոկոլադե ու եթե չեմ սխալվում շատ քիչ շաքարավազ համերը չունի մեջը, պետք է նայեմ մի հատ ուշադիր, ընդեղ մի պահ նայեցի, մի խոսքով երկու հատը կերա, երկու հատը տուն եմ բերել, ինքան թեթև է, օդ է, հա, էսի էսպես, ժողովուրդ չգիտեմ լավն է, թե չեսա կբացեմ մի հատ հոտը նորից կքաշենք, էսի վանիլին է, սպիտակ վանիլին, սպիտակ վանիլին են չպեսների նման, որը որ Հայաստանում են ոնց հասկացա վաճառում, եսա կտրենք, տեսնենք, վաճառ հոտ եկավ կասայովս անցավ, թուրքական չի, արաբական է, անցավ նայեցի, սկզբից մտածեցի ինչ-որ բան է, կաթի փոշիա կամ չգիտեմ կրախմալ է, հետո հոտը քաշեցի, ասեցի, յա, պուդրը վանիլի պուդրի է, ասեմ, հատ կտրենք եսա հոտը կզգանք, եթե իրոք են վանիլին է, որը որ Հայաստանում ես, ինձ մինչև թոշակ կգնա,
գուկա, ապսեի, հացիկներ, սրանք դուխովկա եմ դնում, էլի գազինոյի ֆիրմանա, համ համով, համ տակ, համ խրթխրթամ, համ ես հացի ոտագալի հացի ոտենից, քանի որ ես ժամանակ չունեմ, 5 հաց կխեմ, բայց մեծ հաճույքով կխեմ, 3 հատ բիբար, որ ասեցի, կիսիկներին կեր և ավոկադո, իրականում 4 հատ էր, մի հատը կերել եմ, վերջ ժողովուրդ, ես կանը, եկեք նա պլես, եկեք վանիլին եմ հատ լիես կտրեմ, հոտը զգանք էլի, դա պուդրիա, հոտը շատ ասուր, չեմ ուզում էի մոտս մտցնել մեջը, բայց չեմ հասկանում, լավ եկեք որ մի բան թխեմ, նոր կզգամ լավնա թե չէ, որովհետև սենց չեմ կար ասել, եթե լավ եղավ ձեզ խորհուրդ կտամ և ովքեր ապրում են մեծ մոտակայքում կասեմ եկեք գնեք քանի կա Եթե լավը չեղավ, ուրեմն խորհուրդ չեմ տա։ Ուրեմն չեմ էլ անդրադառնալ վանիլին։ Okay։ Այսպես եկեք ես սրա բերանը փակեմ հիմա որ համ չխորնավանա։ Այսպես ստեղ արագ հավաքեմ ու արագ տենենք ինչ ենք անում, որն ենք անում, ֆիլոն ենք անում, թե 4 նավինան Դեք ինչ եմ ուզում անեմ, ուզում եմ սնկով, եթե նայմ գազար կա թե չէ, եթե նանիկը սա գազարը չի կերել սնկով, գազարով, պանիրով, ինչ-որ սենց խառնեմ ու այդ ֆիլոյի մեջ փաթաթեմ իհարկե սունկն ու գազարը նախապես մի քիչ շոկ է խաշեմ թավայի վրա հետո նոր փաթաթեմ մեջը ու տենց ուղարկեմ ջեռոց մի խոսքով այդ տիպի մի բան եմ ուզում անեմ բայց երևի սկզբից տրիբուշկա, սիգարետը կանեմ, ինչու, որովհետև այդ պրոցեսը մի քիչ ավելի երկար է, այսպեսի հանեմ գցեմ դուխովկա ու հաց խոլոդից հանեմ հետ գա խոլոդից հաց հանեմ հետ գա, ժողովուրդ սա Արմենը մի քիչ հետո աշխատանքից դուր կգա այսպես հիշում եք դիպս էի արել այդ դիպսը երևի ես հանեմ դա էլ կդնեմ ջերով սիգարետից հետո սա էլ հանենք հետա սրանց հետո խոզի մատերը հա թող դա էլ մնա Հրասումա, էդի արագ կանեմ, էդի գիտեն, կարտոշկայի հետ Որպիսի ես գիտեմ հիմա որ հանգիստ լինեմ, որ եսի հանգիստ անեմ Չմորանեմ, որ իկրա պիտի անեմ, իկրան իհարկե առանց դես կանեմ, կարծեմ ալիքում արդեն կա Ջեռոցի մեջ եմ անում, բադրջան բիբարը խորովում եմ, հետո աղում եմ ու դառնում եմ իկրա Ժողովուրդ, մեկ էլ գիտեք ինչ եմ մոռացել, ուզում եմ ետել ասեի ձեզ, մոռացել, շուտով զատիքնա չէ Երևի մի քիչ էլ ոսպ կցանենք բամբակի վրա, որպեսզի ունենանք գեղեցիկ խոտ մեր զատիկի համար, հա։ Այնպես որ էսի մի հատ երևիքը արագ անենք, իսկ ֆիլոյի պահով միգուցե հաջորդ վլոգում կամ առանձին ինչ-որ սենց երևի թե գիտեք ինչ կանեմ Հիմա կասեք, ասեց ու չի անում, էլի ես ֆիլոյին հերթը հասավ, էլի չի անում, սենց համ, տարբեր տիների ա, համերը չգիտեմ, դրեն պուդրի ա, ինչ է ուզում ասեի, ուզում եմ ասեմ, որ ֆիլո խմորը երևի թե կանեմ, բայց ուղակի կանեմ որպես վիդեո խոհարարական այդպես կանեմ, որպեսի չխառնեմ հիմա այս վլոգի հետ, որովհետև սենց ուզում եմ կոնկրետ որոշեմ ինչ եմ ուզում անեմ, նոր հետո ցույց տամ ձեզ, միգուցե դուք էլ պատրաստեք, երբ որ վլոգով եմ անում, մի քիչ խառն եմ անում ու այդքան պարզ ցույց չեմ տալիս։ Մի քանիսին էլ իրավունք կտամ ասեմ, որ ես Ազա Գևորգյանին եմ նմանվում։
Հա, մարդիկ պարապ չեն մնա, պետք է մի բան գրեն, թե չէ։ Հա, մեկ էլ ասում եք, որ խուրմայով էլ ահամով, ինձ հայերենով գրում եք, ես ոնց որ հավիկ լինեմ, չեմ հիշում, լուրջ եմ ասում։ Հեսա խուրմայով էլ կփոխեմ իմ համար, էսիկ կտրատում ենք, այս սրա կտրատելը տանել չեմ կարողանում, որ անկեղծ ասեմ։ Եկեք փոքր տանակ վերցնեմ, գլխիս շատ տանակ վերցրեցի, հեչ չեմ սիրում ես սրա կտրատելը։ Ենքոն ժամանակատար է, որտև կպչուն է ու դյարի հիմա իլքանը կտրատի։ Ում սիգարետ սանքես։ Սիրում են, բոլորն է սիրում են, Նալյունան էլ է սիրում։ Սամոն որ ճիշտ ասեմ չգիտեմ, սիրում է թե չէ, Սամոն մի քիչ քաղցրից հեռու մարդ է։ Էլենչոն կսիրի հաստատ, բայց Էլենչոն ստեղ չի, չնայած որ Սամոն լինում է հետը տանում է, հետո պերերի վիժամին, չգիտեմ ոնց են հարմարացնում, Էլենը իր դասի պերերի վիժամին, Սամոն իր գործի պերերի վիժամին հանդիպում են իրար ու հյուրասիրում է։ Այսպես, ես էսի իհարկե եթե սարքեմ մի հատ սուրճի հետ կխմեմ ու վերջ։ Քանի որ այս վերջերս ես էլի ինձ ազատություն եմ տվել, ժողովուրդ, որ ճիշտն ասեմ, դա հեչ լավ բան չի։ Մի պահ լավ ինձ պահում էի, ամեն ինչից սուրկ։ Իսկ ես վերջերս հա դե լավ աղջիկների հետ դուրս եկանք, հա դե լավ էս ինչ տեղ է, հա դե լավ են ինչ տեղ է։ Երեխեքների տիրամիսու սարքել Էլենն ու Սամոն, բանով օղեյով տիրամիսու էին սարքել, դրանից գերա, ճիշտ է շատ քաղցր չէր, բայց դա ամեն դեպքում դեսերտ էր, չէ։ Այսպես, ուրիշ տենց հատուկ ինչ-որ բան չունեմ, որ ճիշտն ասեմ պատմելու ձեզ, նորություն չունենք, հələ որ ոչ մի հետաքրքիր թեմա չունենք, խոսալու, ես իմ եղունգը չկտրեմ, թե չեմ մանանի ձերից, ոնց որ եղունգս կտրեցի ժողովուրդ, վերջ, մանանի ձերից չեմ վերցնում։ Չէ, լավ է։ Փոքր մանիկյուրն է թռել։ Մանան ներողերի։ Ինչ խոնեմ։ Ինչ ենեմ, ես մեղավոր չեմ, եսի է մեղավոր։ Շատ է շիրոտ։ Ինչի ուզում է, հա, Էլենչո, ներիս նայեք ինձ ինչ անել իրեք։ Մի հատ ես գեղեցկությունը նայեք, բաժակների։ Այն անգամ իրանց տունն էի, ցած մեզ բաժակով է սուրճ խմում։ Մեկ էլ սուրճի բաժակը տեսա, ասում եմ, այս ինչ գեղեցիկ է քո սուրճի բաժակը։ Ասում եմ, քո մարեք առնեմ։ Ասում եմ, բայց մենք տենց մեծ սուրճի բաժակներով չենք խմում։ Ասում եմ, ոչինչ, ես կգամ ինձի դրանով հյուրասիրես։ Նենց որ Նելին ասեց, Նելին արեց։ Ինձ ուղարկեց բաժակները, այ, ես փոշին աչքից թրելա քթից վրա, դղեդի կատալի, ժողովուրդ, ոյ, ես ինչի համար ես այդ գործը ստեղծեցի, ասա պոնչիկն արել ես էլի շոկոլադով, խնձորի ջեմով, պետք է բա քեզի մի հատ էլ, հա, վիդիցիլի սիգարետ, վիդիցիլի, Հա, ինչ է, ստեղ է, մեծ պիսոնը, ինքը փոքր երեխա ունի, ուզում անհատակ նստես գիրկդ նստի, իրան սիրես, ոչ մի բան չանես, էլ խաբար չի մենք սպաղված մարդիկ ենք, ահա Նիկո, կարող է դες պարապ մարդ ենք, ուդրին սաղթապար, ստեղ, Այ աստված իմ, այ, չեղավ, ալերգիա տվեց, այս ապրանքից, չալերգիա չտվեց, բայց այս պուդրին այս թվում, որ բացի մի անգամից բան արեց, հիմա էլ ձու չեմ կսում վրեն, վերևից պուդրի կցանեմ, համել տեն ժամանակս քիչ կողտագործեմ, Այս սլայմի խմորները, շերտավոր խմորները Grand Frey շատ լավն է։ Մեծ եմ անում,
Okay. Ես շատ ժամանակ չունեմ, ինչի չունես Սերինե ջան, գործի ես գնալու, չէ, գործի չեմ գնալու, բայց ուրիշ գործեր ունենք, չէ անելու, ամենակ սիգարետ անելով չի, եկեք գունավոր տնենք մեջ, թո տարբեր համերի լինի ժամանակ, սուպրիզը լինի ամեն կծի ժամանակ մի հատ համ, ահա, վсё, տեսակ ոնց կտրեցի, պիցայի նման ու փաթաթում ենք, այսպես, պաժալուստա, ահա. Եթե հավես ունեք ու ցանկություն ունեք փուջուրիկ անելու, ապա դա ձեր սիգարետն է, ոնց ուզում եք, նենց էլ արեք, հա Նիկո, յա, ես ցանկություն չունեմ, ահա, Նիկո, չեմ լավը, մեր պիցուկը, արի պիցուկը, տեսակ Նելի շունիկներին նախորդ վլոգում ես թվում տեսել եք, լավ նենց համով են, նենց լեկստվածն են, շատ լեկստված շունիկներ են, մա, սպասիք տենա միչ հաուցում, Նիկո ինչ է, նո, դուրս չես գնում Նիկո, նո, ուզում է դուրս գնա, ժողովուրդ, հստենա տրնդերում լավում է, Իձուկ, քո ինչ դուրս գնալու տարիքն է, վերջ, դու էլ դուրս գնալու կարիք չունես, տունն ես մնում, չհաց իրանք երբեք դուրս է չեն հել է, մեր պիսիկները տան պիսիկներ են, մեկ որ արձակուրտ են գնում, եթե պահող չկա, եթե երեխեքը բոլորը մեր հետ են, մեզ հետ են, ապա գալիս են մեզ հետ պիսիկները, եթե չէ, ապա մնում են տանը ինչ-որ մեկի հետ, այնպես որ իրանք ընդհանրապես դուրս չեն հելել, այնքան տնական պիսիկներ են, գողամ գողամ կան ուզեն պսակվեն հետները, սեն ժողորդեսի անենք վերջացնենք, ոնց ասեցի ֆիլոյի հարցերը երևի թե միգուցե թողենք վաղվա վրա, այսօր կանենք այսպես, ներող եղեք, սկզբից ասեցի, բայց հետո փոխեցի պլաններս, կամ միգուցե, չգիտեմ, պրեմիատ ժամկետը կնայեմ, ես այդ ֆիլոների, չեմ նայե որ անկեղծ ասեմ, կնայեմ, կորոշեմ, և կանեմ, բայց ձեզ անպայման տեղյակ կպահեմ, ձեզ ցույց կտամ, բայց հիմա մտածում եմ երևի այս մի խմորը չանեմ, չէ, երկու հատ խմորով անեմ ու բավական է, ճամփիկեսից պլաններս փոխում եմ կամացից խումեք, կամացից գործս հեշտացնում եմ ժողովուրդ, ես իքան խուրմա չէր, խուրմա, հայվա պետք անեմ, եկեք հենց հիմա անեմ, թե չէ կմոռանամ, Սա գիտեք, չեն ենցա, որ կոչիկը չկա, մենակ կորիզն ամեջը, սա ես կուտեմ, այ սա ես կուտեմ, սա արդեն գիտեմ, որ առուղ չրոդ է, խմորը չաշված, ունումա իրանք չկծեն հետ ասեն, այս ինչ ամեջ է, մերում, շնաց երևում ակողտից ինչ ամեջ է, թող նայեն նոր ուտեմ, մի 3 հատ կանեմ, դա չգիտեմ կողում դել լուրջկում, չնայած ասում եք համով է, չնայած որ ես խուրմա սիրում եմ, ինչ շիրոտ է, օքեյ լավ 3 հատ անում եմ, 3 հատ կուտեմ, 3-ը միաժամանակ չեմ ուտի էլի, մի հատ հեսա սուրճի հետ, երեկոյան, երեկն հենց հոգնած էի ժողովուրդ, հենց գլխացավ ունեի գործի տեղը, գնացել եմ, ապտեկայից դեղ եմ առել, դեղ եմ խմել, որ կարողանամ աշխատեմ, հետո էլ եկա տուն, երեկոյան վաննանջուր լցրեցի, սոդա լցրեցի, այդ աղմաղ, ինչ որ ունեի տունը, մի խոսքով սաղ լցրեցի մեջը,
ու մի ժամ պարկեցի, գիշերն է լավ քնեցի, այսօր արդեն լավ էի, չգիտեմ, բայց լավ չէի։ Մեր տնօրենն է փողը քիչ էր պատվիրել 5 եվրանոցները ու եթե 5 եվրանոցները պակասի, կասաները սա հանգնում է քարտային ռեժիմ ու մենակ քարտա ընդունում։ Երեք եկել է ասում է, քեզ ասում է մեր փոշտում ճանաչում են, չէ՞ սա։ Ասում եմ, հա։ Հիմա կարաս գնաս, ասես 5 եվրանոցները եթե կարան տան։ Հասի կարամ։ Գնացի բերեցի։ 50 հատ 5 եվրանոց բերեցի, այդքան կարային տային, էլի, որ տվեցին, էլի են, որ ասում է ծանոթ էի դրա համար, թե չէ չէին տա, տնօրինությունը ճանաչումը։ Դե տարիներ շարունակ իրար կողք ենք աշխատում։ Այսօր էլ առավոտ եկավ, ասում է, դե վաղը նոր են գումարը ստանում, էլի, մեր բանկի գումարները վաղն է գալու, օրը չեմ ասում։ Հանգորդ մորդ ես, որ մի անգամ խանութը ցույց էի տվել, ոնց են փողերը լիցքավորում գրել են, չի կարելի տես բաներ ցույց տալ, մաշիներով կոդը չուշ չի տվել ձեզ։ Հա, մերեք խոսան էլի, խոսանը բան լինի, դրա համար եմ ասում, չեմ ասում, որ օրն են մեր փողերը բերում։ Ինչ է ուզում ասեի, հա, առավոտն եկավ, ասում է, իսկ ապտեկա ասում է մտել ես, դեղատուն մտել ես, ասում եմ, դեղատուն ինչի մտնեմ, ասում է, ընդեղից էլ վեկալիր։ Ասի, ազիս ճամ, չեմ մտել, ինձ զանգում են, ես հենց դեր հետ շփվում եմ, ինձ կզանգեն, բայց ասցի կգնամ կմտնեմ, գնացի ինդեղից էլ 50 հատ բերեցի, մի խոսքով, այսօր երեկվանից ես եմ, որ ասում բոշություն եմ անում, փող եմ հավաքում, լրիվ ցիգանքի տեղ եմ ինձ դրել, գնում եմ ընդեղ փող եմ հավաքում, դե քանի որ ես մենեջեր եմ, Այսը մի քանիս էլ իրա սիրտը կբռնի, էլի ասես մենեջեր, սես վսրես տողեց ես էլ իրա մենեջերով, իարկե դա հումոր է հիմա, էլի որ ասի քանի որ ես մենեջեր եմ, բայց ես մեկ ինչքան լավ է, մարդիկ մեկս մյուսիս հասնում ենք, ժամանակին էլ մենք, որ մեր հացի խանութը գումար էր պետք լինում, կոպեկ ավելի շուտ, դե մենք ստանում ենք, չէ, բանկից պատվիրում ենք, բերում ենք, միշտ գալիս էր հացի խանութի տերը, բուլանժերի տերը ու փոխանակում էր անում, ինքը փող էր բերում, ես գնում էի սեյֆից իրան կոպեկ էր բերում, համարժեք, ինչքան որ ինքը բերել է գնում։ Հիմա են մեզ է պետք, բա որ օրվա համար ենք, այդպես պետք է մեկս մյուսիս տեղ կայնենք։ Ահա, եկեք էսի դնեմ։ Փող լինի, ես երևի, լստեղ պետ մաքրեմ, պարտուշկա երևի թե կմաքրեմ ժարիվ կանեմ, չէ, այո, և այդ խոզի, ինչ են ասում, մատիկները կդնեմ, այդ կանով կսահմանափակվենք այսօրվա մեր արկածները, պետք լինի էլի կսարքենք, սարքել այդքան դժվար չի, վարկյանները, Օ, բանը, հա, կարտոշկան մաքրեմ, հետո այս դրա մեջ խոտը է ոսպ է, բայց ոսպ կա, իսասի նանիկը ոսպը սաղ էթելա կերելա, ինքը ոսպ չի սիրում ընդհանրապես, բայց այդ ստաժերովքի տեղը ոսպ էին իրան հյուրասիրել, դուր է եկել էր, եկավ տունը սարքել, բայց մի բուր է սարքել, սան ոսպը տեղնա, կարտոշկան նյատ արագ մաքրեմ, կարտոֆիլը, Ես իրենք աշկի առաջ տեսնենք, Հայաստանում բանով են չի անում ծավարով են անում, շողովուրդ, հոլի մի հատ գրեք իմանամ ինչով են անում, որ սեն երկար խոտեր է լինում, ծավարնա չէ, շինիցա, ոնց են ասում, ուֆ, չի գիտեմ, մի հատ ասեկից, մաքրեմ, ժարի տանը, մեկ
Մեկ էլ երևի մի քիչ բրինձ կանեմ Սամոյի ու Ալյոնայի համար, որովհետև իրանք այդքան կարտոշկայի հետ սեր չունեն։ Զգացիք, ես ձեզ խաբեցի։ Ասեցի ֆիլոյով բան կսարքենք, ֆիլոն գնաց չգիտեմ ուր, առաջ եկավ կարտոշկան և իհարկե բրինձը։ Դե, տենց հա, ձեր մոտ էլ է տենց լի մի հատ գրեք իմանան վերջի րոպեին էլ նոմա, որ որոշում եք, փոխում եք ձեր ուտելիքների ցանկը, կարելի է թոբուլել սորքել, կոնոց սուպ ունեմ, պոմիդոր ունեմ, երևի կսարքեմ, տեսնեմ, սա նանիկը կտեսնի, կասի ահա, մամա թաբուլ է սարքել, չնայած ես վերջերս ոնց որ թե արդեն հագեցել էր այդքան չէր ուտում, հիմա ստաժիրովկի է իմ աղջիկը ուրիշ քաղաքում է, վաղը նոր հետ կգա տուն։ Հա, ինչ ուզում ասեմ, մի հատ հələ գրեք տեսնեմ Հայաստանում բանը, որ ցանում էիք զատիկի համար ծավալ էր, թե ցորեն էր։ Կարող եմ մեր խանութում ծախայն առնեմ։ Մի հատ որ գրեք, ես կնայեմ, ուզ դրա կկողմնորոշվեմ, բայց ոսպը կցանեմ։ Ոսպն էլ է սիրում, բայց ոսպը հետո մի տեսակ սենց ցանցարանում է, չէ, սենց բարակ են իրանց ճյուղերը, սենց մի տեսակ սենց են։ Իսկ այն մյուսը ինքան սիրում ձիգ կանաչ գույնի խոտի նման աճում է դրա համար, բայց ոչինչ, նավսյակ եսի կանեմ, որովհետև համարյա բան չի մնացել մեր զատիկին։ Անես չլինի, որ չլինի, մի անգամ գիտեք, չէ ժողովուրդ, ամիսը շփոթվել էի, ինձ թվում էր, որ արդեն զատիկն է, ես բռնեցի մի աշխարհ ամաններով սրանից ցանեցի, բայց զատիկը մինչև գալը արդեն այսքան էր դարը իտոգում Իտոգում չստացվեց դրանով, 8 չցանեցի, որ ճիշտն ասեմ, ժամանակ չեղավ, թե այսօր վաղ արեցի, տենց էլ զատիկը եկավ անցավ ու ես ոչ մի բան չարեցի, դեպ երևի մի շաբաթ, եթե ստացվի, մի շաբաթ, երևի եթե ստացվի, մտածում էի, որ շաբաթօրերը լինում է մի հատ շաբաթ առավոտն եմ աշխատում, մի հատ շաբաթ կեսօրից հետո, դրա համար էի մտածում, երևի այս շաբաթ չէ, այլ մյուս շաբաթ կգնանք զատիկի համար մի քանի փոքրիկ գնումներ կանենք սեղանի գեղեցկության համար, ունեմ մի քանի բան այս կոմենկոմ, բայց մի քանի բան էլ նոր կավելացնենք, հա, և իհարկե ձվիներ կա պետք առնել ռուսական մեր Շախպենի խանութից, սպիտակ ձու Գրանտխեից կառնենք, ժողովուրդ մի անգամ նոր տարվա դեմա, Արմենն ու Սամոն գնում են ռուսական Շախպենի խանութ ու ես իմ շեֆի համար գինի եմ ուզում, Սամոյին ասում եմ, Սամ սպիտակ, հայկական սպիտակ գինի կառնեք, իմ Սամոն գնում է, Լյովա ձյաձյային, նոր տարվա շեմին, ասում Լյովա ձյաձյա մաման սպիտակ ձույա ուզե ունեք, Ես խեշմարտը զարմացած նայում Սամոյին, թե սպիտակ ձու, նոր տարուն սպիտակ ձուն ինչ հանելու է տոտան, քո մաման, որ քեզնից սպիտակ ձու է ուզեն։ Մի խոսքով ասում է խեշմարտն ասում է չէ, չունենք սպիտակ ձու։ Սամոն գալիս է դուրս ցամ։ Մամ հարցրեցի Լյովա ասեց սպիտակ ձու չունենք։ Ասում եմ Եկի մի 2 տարի առաջ էր։ Ասում Սամոն, բայց քեզնից ով սպիտակ ձու ուզե։ Նոր տարում ես սպիտակ ձու ինչ եմ անում։ Ես քեզնից սպիտակ գինի եմ ուզել, տղա ջան։ Մի խոսքով մի կուրս ծիծաղացինք։ Ու այդ տարի իմ շեֆը չունեցավ հայկական սպիտակ գինի, օքեյ։ Ոչինչ։ Ինչ ունեցել է իրան ներկա։ Ամեն տարի միշտ լավ նայել ենք իրան ֆիրմա մորտմանչիկով, ինքը դժգոհ չի մնացել։ Չնայած, որ ես էլ չեմ կարող բողոքել, ինձ էլ միշտ թանկարժեք կարելի ասել նվերներ արել, միշտ իմ դուխինայից գնել ծնունդիս, կամ որ գնացել է Իսպանիայից էլի դա թանկարժեք դուխի ա բերել, նոր տարուն էլ ա դուխի նվիրել, մի խոսքով ինքը ինձ միշտ դուխի ա նվիրել, ես իրան ինչ եմ նվիրել, իրան դուխի եմ նվիրել, պորտմանել եմ նվիրել, ինչ եմ նվիրել, հիշեմ,
քարտ նվեր քարտել նվիրել մի խոսքով հա իրա լավ էինք նայում չնայած տեղ որ իրան չէր հասնում պետք է լավ բնավորություն չունի ինքը ու այդ իրա բնավորության պատճառով ժամանակից շուտ գնաց, որովհետև էլ չէր կարողանում ոչ մեկի հետ յոլա եթար հայկան չէ տենց մարդիկ ժողովուրդ որ ուր էթան մեկա իրանք խնդիր են ստեղծում ու անկախ նրանց ով լինի մեկա իրանց համար այն չի ինքը այդ տեսակներից էր ես էի միակս որ ահագին դիմացա իրա ձեռքը իրոք բայց нет որ ասма լիքը պատմելու բան կա իրա վրայով, բայց դե իմաստ չունի պատմելու, մեր ազգից չի, բայց իտոգում վերջը նենց ստացվեց, որ տնօրենը շատ ուժեղ բարկացավ իրա պահվածքի վրա ու ինքն էլ գնաց իբր թե հիվանդ, կմնա այնքան մինչև թոշակի հետ համի խոսքով, չի գալի գործ, որովհետև գիտի, որ եկավ իրան ոչ մեկ ընդեղ չի սպասում, ոչ մեկ չի հարգում, մի խոսքով շատ սխալ ու անշնորհ բաներ արեց ինքը դրա իսկ պատճառով զրկվեց ամեն ինչից։ Ինչ ասում։ Կամացից կարմրում են մեր ժողովուրդը, պատվոտը, անց տակրիր խմոր է։ Անց սպառությունները ոնց որ սլայրոնի չն է, բայց սլայրոնի էր։ Քանիսներ։ Ով կարտոշկան արավ դնեմ լինի, հեսա Արմենը, ով որ այա կգամ։ Սոված, կարտոշկան կուտի, հետո նոր իրիկունը, կուտի, խոզի թևիկ, չէ, մատեր, ինչ թևիկ, խոզը թև չունի, խոզը տոտիկ ունի, չէ, ճիշտ եմ ասում, մոժժ, խոզի մոժժ, մի հատ էլ, ես դեր գլուխը տարա, ինչ անեմ, Հենգերետ պիտի քաշեք, ոնց որ մեկը գրել էր վայ ձեր տառը սխալները, ես է հումորով, հումորանց պարսերիներից, գրեց եթե սիրում եք պետք է դիմանաք, բայց ես գիտեմ, որ սիրող մարդը տենց չի գրում, գրելա սիրում եք, չէ, սիրում եք բառն էլ մատս կպել էր ին ու ուն իրար կողքա սուրում եք էր եղել, հետի եվս իրան մի թեմա, որ ասում ինքնահաստատվի, գրել էր սուրում եք ես թավա եմ ընտրում ասեք ժողովուրդն թավա ընտրեմ միանամ ձեզ հա ասել գրեցի այո եթե սիրում եք պիտի դիմանաք եթե չեք սիրում ուրեմն հաջողություն ասենք իմաստը որն է, հետո դու մարդուն չես սիրում, ինչ ես ամիսներ շարունակ նայում, ու ինքը ամիսներ շարունակ ինձ նայում է, գրել էր ձեր ունքեր հանողի դատի պետքա տակ, գրեցի, որ իմ ունքերը ես եմ հանում, ինքնստինքյան ինքս ինձ դատի չեմ կարող տալ, էլ ինչ որ մի անգամ էլ էր գրել անկապություն, այս անգամ էլ տառը սխալներիս էր կպել նորից, դե մի բանի պետքա կպնի, մարդ որ կպնել ասիլու, պետքա մի բան գտնի կպնի Ես էլ գրեցի, եթե սիրում եք պետքա դիմանաք Սկոցիկ իշքոն կարող լծրեցի ժողովուրդ, շոտ օրեցի կարող Դա մեկ այսա որ բրինձ սարքեմ Բրինձի համար օգտագործը շոտ լծրեցի կարող Այդ սուրում եկի պատճառով Քիչ ձետ կանենք ավել Իրան էլ դուր չեկա, որ ես ասեցի, որ եթե սիրում եք դիմացեք որ չեք սիրում ի դիմացեք, թող եք գնացեք Այսպես սիրելիներս, սա է արեցինք, միասին Ես հավեսի գցեցի, որ հելնեք գործանեք Իմ վլոգներն են ժամյա դուրս գալի, որ դուք էլ հանգիստ կարակ համ նայեք, համ ուտելիք պատրաստեք Աղը սուրճ խմեք Նիկո, եթե դու մի հատ եմ մրավեցի, ես քեզ կհանեմ տնից դուրս Սա էլ էսպես, կարտոֆիլը ժարիկի դնեմ ու սրա հարցերը լուծենք, կամ բամբակ բերեմ Բամբակ չէ, երևի իմ դիսկերից կբերեմ, կշարեմ ավելի
Գնացել եմ նստել նանիկի դրանդեմը ու մլավում է, ինքը նանիկի սենյակ ընդհանրապես մուտք չունի, ոչ ինքը, ոչել է մյուս պստիկը, իրանցում որ նանիկը տունը չի, մլավի, ես իրան փողել եմ, որ ինքը գնա նանիկի սենյակ, խաբար չի, չի կարելի, իսկ չասրանով ավելի լավ կլինի, ինչ է կարծում, ինքը երևի սենց մոտիկ շարեմ, ու վրիցել կարևորը ինքը խոնավություն ունենա, որպեսի ոսկը ծլի, ճիշտ է։ Քեչել կապտեստան գնենք յոքի դրա Երանը փակենք, Արմենը կամ սիրում է չոր խրթխրթան, կամ սիրում է լղկած կարտուշկա ժարիտը Այսօր կլինի լղկած կարտուշկա ժարիտ, քանի որ շխորի տակ չենք ուզում վիդեո նկարենք, դուք ինձ հետ համաձայն եք, չէ։ Մեկ էլ գրեք տեսնեմ դուք արդեն արել եք, իրականում ես լրիվ մոռացել էի, որ ճիշտն ասեմ, այն օրը, որ մանանի տունն էի, գնացել էի, որ եղունգներս սարքեր, պարզվեց, որ ինքը արդեն անում է, արել է, դրել է, ես ոչ, բա, տեսա հիշեցի, որ ճիշտն ասեմ, ասացի լավ գնամ տուն ես էլ անեմ, եկա տուն ես մոռացա, բայց այսօր հիշեցի, Всё, блюдо готово, համեցեք, գեղեցիկ է, չէ, հիմա պուլիվիզատոր որոներ պշ կանեի, բայց չկա Ես գիտեմ, դուք կարեք ասեք, մի անգամից պայի ջրի տակ, բայց որ պահեի կարող է շարժեր, դրա համար սենց դանդաղ աստիճանաբար լծվեցինք, բան չի օգտագործեի մապսիկը, հետաքրքիր է, հոծահաչին ինքել էր, կամ է ուրիշ ոստ է եղել տունը, ես չեմ հիշում, թափեցի, քիթ լսնեմ, որպեսի աճելուց լավ աճի, չէ, ճիշտ եմ անում, հələ գրեք, չնայած մինչև դուք գրեք արդեն ուշ կլինի, գրեք տնեմ դիթել եք արեք ոնց ասեցի, ու գրեք տնեմ ինչ եք արեք, ոնց եք արեք, քանի հատ եք արեք, մենք հայրս սիրում ենք, չէ, ամեն ինչի շատ անենք, առաջ սենց փուջուր կարող է տարբեր չափսերի անել, բայց հիմա չէ, լինում էր, որ փուջուր անում էի հյուրեթալուց ձվի, ներկած ձվի հետ, ձվերի, ոնց են ասում, հայր է ձվերի, ներկած ձվերի հետ տանում էի, կուլիչ էի սարքում ու խոտիկի հետ տանում էի, ձու, կուլիչ ու խոտ, բայց այս տարի այսպես, մեկ հատ մենակ մեզ համար, լավ խիտ լծրեցի, տնականություն, հարավոս բեժան եկնիչ, լավ խիտ լծրել եմ ժողովուրդ, հունումա տեսնենք ինչ ալինում, դնեմ վերև, որտեղ մեր մեծ պիսոն սիրում ատես բաներ, մի տարի դրել էի, ինքը կարողանում էր հելներ մեբելի գլխին, առավոտը հելա տեսնեմ, խոտից մնացել է մենակ խտարը, որտեղ սա խոտը կերել էր, Չնայած լավ առողջ չարարը, բան չունեմ ասելու, բայց նես չի էլի, որ ուզում էի տենց անակնկալի կայի զատիկից առաջ, դրա համար հեսա վերև կտնեմ, հիմա արդեն որ չաղացել էլ չի կարան վերև հելնի, լունան էլ դաժե եթե հելնի, ինքը խոտակեր չի, վերջ, էսի եղավ, սիգարետը եղավ, ամեն իշտել արագ լինում է, մալազեց, հիմա ես բաներն է կդնեմ երևի արդեն, միքսերը որ ասեցի, ես դր գլուխը տարա այսօր, դիմացեք։ Անշորդ, սա պատրաստ է, արագ, բայց խմորը, որ ճիշտն ասեմ, հետաքրքիր խմոր է, Այն մյուս լայն խմորների նման չի, հետաքրքիր ձևի խմոր է, բայց դե խմոր է,
լավ եղել է։ Իսկում էր ավելի շատ է լինելու, բայց չէ։ Բայց հերիք է, քանի որ այդ բաներն էլ կա։ Ուտեն էլիք սարքեմ, ես էլ իմը։ Սա գնում է աղբը, սրա վրա ցանում ենք հեսա պուդրի։ Սիգում եմ մի կոլվոր խառնեմ։ Վերջ, սա մեր սարքած պուդրին է հիշում եք, չէ, որ կոֆե աղացով սարքել ենք, շատ հեշտ է, իդեպ, եթե մարդս տունը պուդրի չեք ունենում, ձեզի լայվ խակ պուդրի սարքելու, վսյո, դեսերտ գատով, ինչ վատ է, որ հեսա շեղք ուրն գնում է, էսի սենց, էսի պատրաստ է, թևիկները, չեմ միացրի, մատիկները գնաց դուխովկա, կարտոշկան էլ ժարիկ է լինում է, բրինձն էլ եփեմ ու այսօրվա իմ կնոջ արարողությունը խոսքով, չգիտեմ հայերեն ոնց է այդ բառը, մեկ-մեկ ջղայնանում եմ, որ ուզում եմ ճիշտ բառը ասեմ ու չեմ գտնում։ Հիմա գլխից մեջ պտտում եմ այդ բառը, որ գտնեմ, գիտեք, չէ։ Ինչևից է, ու այդքանով ավարտեմ իմ ինչը, ու ինձ զանգ եկավ և իհարկե անջատվեց, միտքս կտրվեց, մի խոսքով այս եղած մի քանի գործն էլ ես կանեմ կվերջացնեմ ու այսքանով կավարտեմ իմ օրը, ընդեղ լվացք ունեմ անելու, արել եմ ավելի շուտ գնամ, քամեմ, փռեմ ու նստեմ, սպասեմ մերոնց գալուն, ժողովուրդ շատ շնորհակալ եմ, որ դիտում եք, հուսով եմ ձեր գլուխը չտարա, չձանձրացրեցի, հուսով եմ մոտիվացրեցի, հելակ դուք էլ սկսեցիք ինչ-որ բաներ պատրաստել, հա։ Եթե ոչ, ապա հուսով եմ, որ իմ ասել խոսալը ձեզ չձանձրացրեց, ես գնամ իմ լվացքի մեքենան միացնեմ, որպեսի քամի, ասեցի չէ, շոտ ունեմ քամելու, որպեսի քամի, ու այդքանով ավարտեմ, շնորհակալություն, որ դիտում եք, պարանն է դրել եմ, որ տանը փռեմ, որովհետև արդեն օրվա վերջ է, ինձ թվում է, որ դնեմ բալկոնը չի չորանա, այո, այսպես դաժան է մեր կյանքը, կդնեմ բալկոն ավելի շուտ երևի, թե մի քիչ թող դրսի օդի մեջ չորանա ու հետո ներս կբերենք, որ մեր լվացքը ներսը չորանա, որովհետև դուրսը չի չորանում, հələ այդքան շոկ չի անում, էլի այս ժամերին, արդեն օրվա վերջ է, դե ես էլ մինչև այս կոմենկոմ դառնում է օրվա վերջ, հատենց սիրելիներս, նորից ձեր գլուխը տարա, շատ շնորհակալություն, որ դիտում եք, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, ձեզ ինչպես միշտ ուղարկում եմ պանջիկ, լավ մնացեք։